Ուկրաինան հետաքրքրված է Ադրբեջանից էներգամատակարարումների դիվերսիֆիկացմամբ և ադրբեջանական կողմի համար պատրաստել է առաջարկների փաթեթ, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան Կիևում իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպմանը։ Սիբիհան նաև նշել է, որ Ադրբեջանը կարևոր դեր է խաղում տարածաշրջանում և նրա ձայնը պատերազմի դադարեցման ջանքերում մեծ նշանակություն ունի։ Ադրբեջանի արտգործնախարար Ceyhun Bayramovն էլ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ իր հանդիպումը որակել է արդյունավետ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման առումով։ Նա հայտարարել է, որ Բաքուն ու Կիևն ունեն ռազմավարական գործընկերություն, որը հիմնված է բարեկամության և փոխշահավետ գործակցության սկզբունքների վրա։ Այնուհետ Բայրամովը ծաղիկներ է դրել Ուկրաինայի զինվորականների հուշարձանին։ Ռուսաստանում արձագանքել են Ուկրաինա-Ադրբեջան ռազմավարական գործընկերությանը։ Կարծում եմ, որ Կովկասում իրավիճակը մոտ ապագայում մի փոքր կփոխվի։ Սա առաջին հերթին պայմանավորված է Իրան-ԱՄՆ հակամարտության զարգացումներով։ Եվ ես կարծում եմ, որ Ադրբեջանը կփոխի իր դիրքորոշումը, այդ թվում ուկրաինական հարցում, հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան։ Նա հավելել է, որ չի կարծում, թե Ադրբեջանը կդառնա Ուկրաինայի զենքի մատակարար։ Դոնալդ Թրամփն էլ հերքել է զինամթերքի պակասի մասին լուրերը։ Նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն ունի զինամթերքի հսկայական պաշարներ և բանտարկությամբ է սպառնացել նրանց, ովքեր հակառակն են պնդում։ Truth Social-ում արված գրառմամբ Թրամփը կոշտ քննադատության է ենթարկել լրատվամիջոցներին զինամթերքի նվազող պաշարների վերաբերյալ հրապարակումների համար, հայտարարելով, որ Միացյալ Նահանգներն ունի զինամթերքի, հատկապես որոշակի տեսակների հսկայական պաշարներ։ Ուկրաինան հարվածել է Վայլդբերիսի, այս անգամ Եկատերինբուրգի պահեստին, որն Ուկրաինայի սահմանից ավելի քան 2000 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Պահեստի աշխատողները տարհանվել են, մատակարարումները վերաուղարկվել են այլ պահեստներ, հայտնել է ընկերությունը։ Ի պատասխան Վայլդբերիսի պահեստներին ուղղված ուկրաինական հարվածների, ռուսական կողմն էլ հարվածել է ուկրաինական Ռոզետկա մարքեթփլեյսի պահեստներին։ Ընկերությունից հայտնել են, որ Ռուսաստանի հարվածի հետևանքով ընկերության պատմության մեջ ամենամեծ կորուստներն են կրել՝ միլիարդավոր գրիտնաների կորուստ։ Թայլանդի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով 2 մարդ զոհվել է, ավելի քան 20-ը վիրավորվել։ Հրաձգությունը կազմակերպած աշակերտն ինքնասպան է եղել։ Նոր Զելանդիայում էլ վերջին 15 տարվա ընթացքում առաջին անգամ ձյուն է տեղացել։ Զարա Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։